Ես մի քանի տերմիններ եմ առանձնացրել ձեզ համար. անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունք, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք, կրոնի ազատության իրավունք, անմեղության կանխավարկած, անձնական տվյալների պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն, ծանոթ են, չէ՞, այս բոլոր տերմինները ձեզ ծանոթ են, չէ՞։ Դուք տարիներ շարունակ մինչև պատգամավոր դառնալը կամ գուցե հիմա պայքարել եք, չէ՞, դրա համար։ Սա գիտեք ինչ է, քննչական կոմիտեի մեկ էջանոց հաղորդագրությունն է, որտեղ այն 6 իրավունքները, որոնք ես շարադրեցի եւ որոնց համար դուք կենացումահու պայքար եք տվել ձեր հասարակական, քաղաքական գործունեության ընթացքում, խախտվել են։ Տիկին Ջուլհակյանը ասում է, որ ես դատապարտում եմ, ողջունում եմ, որ դատապարտում եք, Տիկին Ջուլհակյան, բայց դուք շատ ավելի կարևոր մի բան ասեցիք։ Ասում եք, որ ես չեմ կարծում, որ դա միտում է, իսկ ես կարծում եմ, որ դա միտում է, որովհետև դուք մարդուն ոչ միայն ունեզրկել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ուզում եք բարոյապես մարդուն ոչնչացել։ Անձամբ ձեզ նկատի չունեմ, ձեր իշխանությանը նկատի ունեմ եւ ձեր իշխանության ղեկավարին նկատի ունեմ։ Դուք մարդուն հիմա բարոյապես ուղղակի ոչնչացնելու գծի մեջ եք, որովհետև դուք չունեք կարմիր գիծ, որովհետև այն հետապնդումները, որ հիմա իրականացվում են Ծառուկյանի նկատմամբ, նորություն ասեմ, նախկին իշխանությունների ժամանակ էլ է իրականացվել, բայց այն կարմիր գիծը, որ հատվել է, չի հատվել որևէ մեկի դեպքում։ Դուք եթե ասում եք, որ դա ոչ պրոֆեսիոնալիզմ է, դուք ընդամենը մի բան ունեք, ամբողջ ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Նիկոլ Փաշինյանին, ներկայացնեք ձեր դիրքորոշումը եւ առաջարկեք ոչ պրոֆեսիոնալ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից։ Իսկ առհասարակ ես վերջին օրերին գիտեք ինչ եմ մտածում, ավարտում եմ 3 վայրկյան։ Դուք իրականում վերածվել եք այն քաղաքական հրեշին, որի դեմ տարիներ շարունակ պայքարել եք։